Խոխով կարելի է պատրաստել յուրաքանչյուր թռչնամսով, մենք այսօր դրել ենք բադի կրծքամիս։ Սկզբից մարինացնում ենք բադի կրծքամիսը ձետով, չոր աջիկայով, չորացված կանաչիներով, ստեղ կաղցա, թարմ և ցիտրոն, սև պտերով, հետո գրիլ ենք անելու մաղալի վրա և պատրաստենք նրան սոուսի մեջ։ Մինչև բադի կրծքամիսը գրիլ է լինում, մենք այդ ընթացքում կպատրաստենք սոխառածը նռով։ Քանի որ ասեցի նուռը շատ կարևոր բաղադրիչ է այս ուտեստում, մենք սպիտակ գինու փոխարեն օգտագործելու ենք նռան շամպայն, առաջի անգամ եմ այսպես պատրաստելու, տեսնենք ինչ է ստացվում։ Արմի կամուրջը էինք իջել նկարահանման ու այս կամուրջով էլ անցել էինք ու միակ ճանապարհը էս է հասնելու ու հիմա ոնց տենում եք պետք է 911 զանգել։ Մեր ուտեստը պատրաստ է, 911 էլ ենք զանգել, որ կան մեզ օգնեն սենդվիչի համար, պատրաստեցինք նռան շամպայնով, ուր ենք օգտագործել սոխ, բադի կրծքամիս և ամենուտները, որ արդյունքից տվեցինք։